Մովսիսյան անունով մի հատ ղախպի բառից բուն իմաստով ղախպի տղու մասին է խոսքը, ինքը ղախպի տղա չի, ինքը բջի վաստակա, որի նկարը ես դրել եմ իստորիա, ինքը մտել է ուղիղ եթեր, ժողովուրդ ջան, իմ ձևով շարժման շարժողներից է, Սամվել Կարապետյանի մահացած օրգանները գումարող շարժող համակարգ է ինքը մտել է ուղիղ եթեր ու Հայաստանի Հանրապետության վարչապետի կնոջը ասում է շատ ուրախ եմ, որ բաժանվել եք, եթե ձեր սիրտը արդեն ազատ է, ես մեծ աչույքով կուզեմ զբաղացնեմ, ես պատրաստ եմ ձեզ ամուսնության առաջարկ անեմ, նախ էշի վաստակ, հերդ, որ մոտեցել էր մորդ առաջարկություն անելու, մերդ զբաղված էր, իրանց գյուղի տղերքով էր զբաղված ու զբաղացնում էր այդ տղերքին, դուրդ կգա, որ մեկը քո 60 տարեկան մորը, եթե նա 2 հատ կամ 3 հատ բիջ բերած լինի, որից մեկը դու ես, թեկուզ բաժանված լինեք, ձեր ընտանիքում խոչընդոտներ լինի, դուք բաժանված լինեք, նախ եւ առաջ մեր վարչապետն ու կինը չեն բաժանվել, հələ դուք չգիտեք ինչի եք ռաստ գալու, այս եք ուտելու դուք քոռանակ չեք տեն այդ ընտանիքի փլուզումը, նրանք այդ բաժանվա այդ տենց էր պետք, կոպիտ ասած, անցանք դրանից անցանք, դու քո դուրը կգա, որ քո մերը, քո քուրը, քո մորքուրը բաժանված լինեն, ունենան 4 երեխա, քո նման մի հատ բոզի վաստակ, կանգնի ասի, ես պատրաստ եմ ամուսնանա, խոսքի քո մոր այդ քո դուրը կգա, չէ, ճիշտ ձևով, ամենափաստացի ձևով, ուրեմն լսի, որը տենց անչափահաս մալալետկա դեմքով դարել ես 4 երեխա տիրոջ կնոջը առաջարկություն ես անում, խորհուրդ կտամ, ձեր տան չբավարարված կանանց բավարարեք, որ գեղով մեկ խայտարակ չլնեք, որ կողքի գեղերից չգան, ձեր տան կնանոնց իրարահան անեն, քո տան կնգան իրարահան անեն, կամ էլ մորը թանգարծակի մի հատ էլ կուպեսը տենց անդաստիրակ լրփի վաստակ, չգա մորը տասի, եկել եմ քեզ առնեմ, տանեմ, բավարարեմ, դուք տականքների հավաքածու եք, դուք Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրող, խայտարակող ղախպի տղերք եք, ով որ կասի Ռուստամը քփուրով է խոսում, Ռուստամ ներեկ ամբողջ օրը իրա ոտերի ցավից չի կարեցե դիվանու վրից անգամ իշտի, ոնց կարելի է անկախ ամեն ինչից Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկինչի սովորական մայրա, որ այս երկրում ծնվել է, ապրել է, ընտանիք է ունեցել 36 տարի, 30 տարի խաղաղ միամուր ուժերով կայուն հիմքերի վրա ապրել է իր ընտանիքի մեջ, ինչ որ մի հատ բոզի տղա քնից ելնի, ասի ես պատրաստ եմ քու հետ ամուսնանամ, ինչն է խնդիրը, մորդ հետ ամուսնացի, հերդ հաստատ քու նման էշին արտադրելու պրոցեսի ընթացքում սեռական օրգանների անկում ապրե, ու մերդ էլ որպես ջահելկին տեղերի մեջ իրա գինը չկորցնելու համար հաստատ նորմալ որցման կգա, ըստ դրա ես քեզ խորհուրդ կտամ բոզի տղա, ամուսնանաս քու մոր հետ, ոչ թե դու կայնես 4 երեխա տիրոջ մորը բաժանված, կայնես ասեց, ես ուզում եմ քո հետ ամուսնանամ, մորդ հետ ամուսնացի, օրգանները, որ մերդ արտադրել է, հորդ հետ շփման ընթացքում արտադրել է ու կախել է վրեդ, որ այսօր դու դրանով քեզ համարում ես տղամարդ, ու Հայաստանի Հանրապետության վարչապետի կնոջը առաջարկում ես ամուսնանալ, մորդ արտադրած օրգանը հենց իրա վրա էլ օգտագործի, որ իմանաս դու որպես տղամարդ առնվազն տրապկա ես, տրապկա, 3-րդ մասի այն ժամը 1000 դրամանոց հուրյանոցի տրապկա ես դու, որ դու կարում ես կայնես ասես Հայաստանի Հանրապետության վարչապետի կնոջը, եթե քո սիրտն ազատ է ամուսնանամ, իրա սիրտն ազատ, իմն էլ դեմն ազատ, արիտար սարքակեզ նազատ, տականք, լրպի վաստակ, ղախպի ծնունդ, նկարը դրել եմ իստորիա, վրեն էլ գրել եմ էշի վաստակ, եթե ձեր գյուղում, ձեր շենքում, ձեր պայձեզդում, որտե ես ծնվել, լրպի ծնունդ, ինձ թվում է դու ծնվել ես Հայաստանի Հանրապետության ամենածաղկուն ֆերմաներից մեկում, կովի վաստակ, եթե դու ունես այդպես արժանապատվություն, մորը դու կնոջդ բավարարի, եթե կին չունես, տանդ մնացած անդամներին բավարարի, մորքուր հորքուրներից բավարարի, հաստատ նրանք 4 երեխաներ կլինեն, որից մեկն էլ դու ես, դու ինչ իրավունք ունես այ լրպի տղա, դու ինչ իրավունք ունես այ ղախպի տղա,
Քեզ ով այդ իրավունքը տվե թքեմ մորդ վրեն, թքեմ են քեզ լուսաշխար բերող, քաշող հանող բժշկի են ձեռների մեջ է, քո նմանին պատի հետ բրթեին, հետ, դու ով ես արա, ինչքան ուզմա քաղաքական հայացներ ելնի, ինչքան ուզմա խեղաթուրված պահալնի, ինչքան ուզմա փողովատելություն սերմանես, բայց այդ ձևի, այդ մարդը կինա, մայրա, 4 երեխայա ծնել բերել, արա մեծացրել, այս երկրի համար, մեկին էլ տվելա պատերազմի բերանք ունումա ղախպի տղի մար, որ դու այսօր կայնես ասես, պտի բան անեմ, քեզ ամուսնության առաջարկ անեմ, մորը տարա ամուսնության առաջարկ, մորը տարա են քու սեփական օրգանով, որը մորիցդ ես ձեռ բերել, տականքի վաստակ, նայում եմ քեզ, ես երեկվանից սարսափ եմ ապրում, այդ իմ ձևով շարժում է, սաղի պապան Սամվել Կարապետյանն արա, որիդ բերնի մեջ ինչ թքի են արտահայտվում եք, այդ դեննգացներ, այդ դիշովկեք, Նիկոլը կբաժանվի, թե կմիանա, թե 10 կնիկ կարնի, թե ինչ կանի, այս ժողովուրդը, այդ մարդինա ուզեմ, Էշի վաստակներ չեք տենեմ ինքան էլ ինքը լավ ու վատ կոմեր ունենա դուք սարսափելի եք դուք ծայրահեղությունն եք դուք խայտարակությունն եք դու լրբազավրների գարաժից դուրս եկած պոռնիկաբանական ինստիտուտի լաբորատորիայից դուրս եկած բջիջներ եք որ քանդել եք ու ապականել եք այս երկիրը խեղաթուրել եք այս երկիրը ինչ էլ լինի այս վարչապետին են ուզում այս ժողովուրդը դուք չեք տենում այ կովի ծնուններ երեգեր բաժանվե այսօր ամբողջ օրը փողոցներում մաներ գալի ով վատ վերաբերվեց ուր են ձեր են միկրոֆոնը որ կողմ եք բերանները թերագնա նուժելի փողոցներում չկային դրանցից չկային այլ լրբի տղեկ դրանք գիտես ով են դրանք պաջեզների դեմը դուք դրանց կայնացնում եք հետո դուրս եք գալիս պաջեզների դեմից իբր իրաց պատահական տեսակ ու հարց եք տալի դրանք ձեր ծախված համակարգն են ով որ Հայաստանի Հանրապետության մայրերին քույրերին մեր կանանց, մեր են գեղեցիկ սերին կթերագնա հատի, կկպնի կասի գալու են բավարարեմ, նա թող իրա մորը բավարարի, ով որ Հայաստանի Հանրապետության վարչապետի կնոջը կամ Հայաստանի Հանրապետության սուրբ մորը, որ 2-3 երեխայա ունեցել ու թեկուզ ընտանյական խոչընդոտներ ա եղել, բաժանվել ա, ինչ ա եղել, ամուսնան լուծվել ա, չգիտեմ, կկային ինչ-որ մի հատ թուլ ա, իր երեխուց էլ փոքր, կասի ես քեզ ամուսնության առաջարկ եմ անում, ուրեմն թող այդ պոռնիկի վաստակը գնա ու որտեղից որ դուրս ա եկե հենց այդ բնի դեմն էլ ամուսնության առաջարկ անի որ իմանա թե ինչ ա նշանակում ծնող մեր արժանապատվություն եւ ընդհանրապես սրբություն եւ հայ կոչվելու պիտակ պարզա Ժողովուրդ ջան, կներեք ջուր խմեցի, ստեղ ժողովուրդ ջան Փաշինյան պաշտպանելու խնդիրը չի, Սամվել Կարապետյանի էշ տղեն, որ ասեց գալու եմ հարյուրավոր կանանց բավարարեմ, էդ էլ ինձ հունից անեց, դե հո Փաշինյան չկար, ժողովուրդ ջան, վերջը հայ ենք, չէ, վերջը մեր մերերն են, չէ, տիկին Աննան էլա, չէ, մեր 4 երեխայա չէ ծնե բերել ինքը ով է այդ լրբի տղեն որ կանի ասի ես քեզ ամուսնության առաջարկ եմ անում այ ղախպի տղա նրա մեծ երեխեն քեզանից 3 տարի մեծ է այ լրբի տղա դու քեզ տղա ես համարում քեզ բերել մոդես շնից ծնված ելնեմ թե չհղիացնեմ քեզ զույգ երեխա կբերես 1,200,000 էլ փող կստանաս քեզ այդ էս պետք է անեն դու տղա կոչվելու իրավունք չունես գնա տանդ մերու մեռածին հղիացրա գնա տանդ են ծնվածին ու սատկածին ու չծնվածին բավարարա հետնել ամուսնացի որ իմանաս վերջը էսի հայ ենք որ իմանաս վերջը մարդ ենք ազգ ենք կրոն ու կնիք ունենք դրոշ ու պեչատ ունենք ոչ բարով էլ քրիստոնյա ազգ ենք համարվում ձեր տեսակները քանի կան այդ քրիստոնյայի վերնագիր ասվածը մեր վրից պիտի հելնի որովհետև այսքան պղծվածների այսքան լրբազավրների մեջ չի կարելի այս ազգին կոչել քրիստոնյա մինչև ձեզ արմատախիլ չանեն ձեզ չբնաջնջեն այս երկրից
այս երկրից արմատախիլ չանեն, չվերացնեն, չբնաջնջեն, դա չի կոչվի Հայաստանի Հանրապետությունը քրիստոնյա ազգ։ Դուք այս ազգի մեջ ամենախայտառակ համակարգն եք։ Դուք կան ռեզին առաջացած միջատներ եք Հայաստանի Հանրապետություն։ Ժողովուրդ ոնց կարելի է, մի հատ նայեք էլի։ Մարդ կա հելը ասում է, խոսում է, չգիտեմ, կամ լսում է, գլուխը տակ չի տալիս։ Ճիշտ է գտնում, ասենք մեկի մերը բաժանված է։ Կայնի մի հատ թուլա, ասի գիտես ինչ կա, ես պատրաստ եմ քեզ առաջարկություն անեմ։ Կլսի, Զուգը գլխից են բռնում, Նիկոլին առաջարկություն արա, այսպես տղա է, գնա պարկի վարչապետի տակը։ Ինչ ես ուշում միտքը դրեք ընկավրեն, այ կեղտ, այ լրփի տղա, տարածեք ու փոխանցեք իրան, այդ ղախպի տղուն, որի ճակատին դրել եմ, գրել եմ ինչ որ պետքա ու դրել եմ իստորիա, դու տղամարդ կոչվելու իրավունք չունես, այդ պուպուլ չասվածը, որ քամին բերել է ու կպցրեք վրեն, պտի կտրեն կոխեն քո բերանը, կամ էլ քո մոր բերանը, որ այդ տեսակ բիշ չցրտեր ու այդ տեսակ բիշ չդաստիրագեր, դու բիջ ես, բիջ, են որ ծառների տակ բեղնավորվում են, հիվանդանոցներում էլ թակում ծրտում են, իմացար, քեզ, քու մոր վրեն, պտի մի հատ չախքերագին հանեն, որ մերդ վիժեր, քու նման տականքին չծներ, որ ինձ էլ ինֆակտի չհասցներ, ով որ իմ վարչապետի կնգան բանկ ասի, վարչապետից կնգա քակը կուտի, վարչապետից էլ փետը կուտի, ես ասել եմ ու կասեմ, թքած ունեմ ձեր վրեն, քամագներովդ բոմբել գցեք, ժողովուրդը մի բար գիտի, Նիկոլ, հասկանում եք, չկա դրանից են կոմ աշխարհ, դրանից են կոմ աշխարհը քանդող, ապականող, խեղաթուրող, խայտարակող, փողով ծախող, փողով պատերազմ կոսպեկտավորող, փողով 50 լեննականի զինվորի աճ ուղարկելու տեղը պատերազմի դաշտում ձախ ուղարկեց անհայտ գերության, գերու վրեն ծիծաղացող, գերու վերադարձի վրա տխրող ազգ եք եղել, դուք ազգ չեք, փոքրամասնություն եք, դուք իմ ձևով շարժում, ես իմ ձևով բան ունեմ իմ մոտ, որ շարժվում է, մեկ ձեռս տանում եմ ջեբս, ես գիտեմ դուք եք շարժվում, Սամվել Կարապետյանն էլ ռուլի տանում, հիմա տենամ դուրներդ գալիս է, խայտարակություն ում ուզում ես լավելի, ում ուզում ես արադիր, ում ուզում ես հարգապաշտա, ում ուզում ես փրկա, մոռացակ ձեր անելի վիճակը, մոռացակ են տարիները, որ ձեր փշալարով փաթաթում էին, հոկտեմբերի 27-ին անում շպրտում էին, մարտի 1-ին անում շպրտում էին, դու դիշով կեք, ձեզ հես Քոչարյանն էլ պետքա, գա ու ձեր բելնին ու տուտուզին ձեռ տա, դու կարոտել եք դրան, դու կարոտել եք այդ մութ ու լույս օրերին, ձեր նմաններին, Պտի այդ տենց անեն, որ դուք իմանաք որը որից հետո եք, մի ժողովուրդ, որ 36 տարի էթան կան գլխին տան, այդ ժողովուրդն է տուդարի կարիքն ունի արդեն, որովհետև 8 տարիա ձեր գլխին ոչ մեկ չի տվել, այդ դրա կարիք ունեք դուք նենք դավաճան, երգիրը քանդող խեղաթուրող ղախպի տղերք եք։ Դու ով ես արա, ով ես այդ բջի տղա, որ ասում եմ, 4 երեխա, չեմ ասում երկրի վարչապետի կին, 4 երեխա, 4 երեխա տիրոջ մորը, կանես ասես, ես քեզ ամուսնության առաջարկ կանեմ, մատդ մցրու քամագը տար բերանդ այդ բուղը կանցնի վրիցդ, լրպի տղա, բարից բուն իմաստով, լրպի վաստակ ես դու ոչ մեր ունես, ոչ է սրբություն ունես, դու ինչ որ ֆերմայում ես ծնվել, ինչ որ կովից, այսքանը քեզ ու կհիշես, այ իմ ձևով շարժման մեջ առաջացած միակ անգրագետ ես կհիշես դու, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետև ունի մի վարչապետ, ով էլ լնի քպից ալնելու, կհիշես, ու ձեր նման քրքաշ հեռացածները, դուրս շպրտվածները, երբեք իշխանության չեն գալու, դե հիմա գնացեք ու մարսեք, որը որից հետո է, ով որ իմ վարչապետին, իմ Հայաստանի Հանրապետության սրբությանը, մորը կրոջը, բանկ ասի, ոչ մեկ թող չպատասխանի, ես նրա հակահարված պատասխանը ես պտի տամ, որ իմ սիրտը հանգստանա, պարզա, հերիք եղավ, բոլ եղավ,
Այսքանը ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ։